Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևորը նախ համառոտ։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է։ Քրեական գործերը շարունակվում են։ Մանդատների պատերազմ պայքարել խորհրդարանում, թե գնալ քաղաքական ինքնասպանության։ Մանդատների հրաժարվել է հարվածում է իշխանությանը, թե նվեր դառնում ՔՊ-ի համար, քայլ, որը կարող է շրջվել հենց ընդդիմության դեմ։ Լավրովի վերջնագիրը Երևանին, ՀԱՊԿ կարող է հեռացնել Հայաստանին։ Թուրքիայի ջրային էքսպրեսիան հասել է Հայաստանի սահմաններ, ջրային պատերազմ առանց կրակոցի, ռազմաճակատը Արաքսն է։ Վարժական հավաքների սկանդալը, ինչու են քաղաքացիներին արգելում լքել երկիրը։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Խոսքը 2019 թվականի այն գործի մասին է, որով այս պահին կալանավորված է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, փողերի լվացում եւ պաշտոնեական դիրքի չարաշահում։ Իսկ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու քննչական կոմիտեի միջնորդությունը։ Գործը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Դատարան է մուտքագրվել նաև Խաչատրյանի որդու գործը, որը դեռ չի քննվել։ Նիկոլ Փաշինյանն էլ դատական հայց է ներկայացրել ուժեղ Հայաստան կուսակցության դեմ, պահանջում է հերքել կուսակցության հայտարարությունները 300,000 ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեմայի վերաբերյալ։ Բացի հրապարակային հերքումից, Փաշինյանը պահանջում է նաև 6 միլիոն դրամ փոխհատուցում, պնդելով, որ իրեն զրպարտել են։ Սա արդեն երկրորդ դատական հայցն է, որը Փաշինյանը ներկայացնում է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ նրա քաղաքական թիմի դեմ վերջին շաբաթների ընթացքում։ Փաշինյանն անդրադարձել է նաև ընտրությունից հետո քաղաքական դաշտում շրջանառվող հնարավոր գործարքների մասին խոսակցություններին, մասնավորապես այն պնդումներին, թե իշխանությունը փորձում է ընդդիմադիր ուժերից մեկի աջակցությամբ խորհրդարանում ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Մանդատների շուրջ ծավալած քննարկումներին արձագանքելով Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, խորհրդարանը կունենա 100%-անոց լեգիտիմություն եւ կոշտ գնահատականներ է հնչեցրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Իսկ ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, թե հրաժարվի դրանցից։ Ընտրությունից հետո սա դարձել է ամենակննարկվող հարցերից մեկը։ Ընդդիմադիր ընտրողների մի մասը պահանջում է չվերցնել մանդատները, համարելով, որ դա պայքարի ամենակոշտ ձևն է։ Սակայն իրավական հաշվարկները ցույց են տալիս, որ նման քայլը կարող է ոչ թե թուլացնել, այլ նույնիսկ ավելի հարմարավետ վիճակ ստեղծել մեծամասնության համար։ Ինչ է ասում սահմանադրությունը եւ ինչ սցենարներ են հնարավոր ընտրությունից հետո։ Ով կշահի եւ ինչ կկորցնի Հայաստանը, եթե ընդդիմությունը հրաժարվի խորհրդարանական պայքարից եւ արդյոք այդ քայլը չի շրջվի հենց ընդդիմության դեմ, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Մանդատները վերցնել, թե հրաժարվել դրանցից։ Ընդդիմությունը հայտնվել է քաղաքական եւ իրավական բարդ ընտրության առաջ։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս ուժերին ձայն տված որոշ քաղաքացիներ պահանջում են չվերցնել պատգամավորական մանդատները, համոզված լինելով, որ այդպես հնարավոր կլինի խնդիրներ ստեղծել քաղաքացիական պայմանագրի համար։ Սակայն իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, եթե ազգային ժողով անցած քաղաքական ուժերը հրաժարվեն մանդատներից, խորհրդարանը ինքնաբերաբար չի լուծարվի, նոր ընտրություն չի նշանակվի։ Եթե մանդատներից հրաժարվեն, գործող ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այս պարագայում տեղը մնում է թափուր, այսինքն մենք ունենալու ենք այն քանակությամբ խորհրդարան, որ քանակությամբ որ ԿՊ-ն ստացել է մանդատներ։ Իսկ մանդատներից հրաժարված ուժերին օրենքով կփոխարինեն նրանցից հետո թեկուզ եւ ավելի քիչ տոկոս ձայներ ստացած կուսակցությունները, հաշվի առնելով, որ ըստ օրենքի խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։ Նրանց մանդատները, եթե իրենք բոլորը հրաժարվեն, չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած մյուս ուժերին, այսինքն այլ ուժեր չեն անցնի խորհրդարան։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է։ Բայց սա չի նշանակում, որ շեմը չհաղթահարած ուժերի ազգային ժողով մուտքն անհնար է, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Պատկերացնենք սցենար, ըստ որի հավաքական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից։
Ընդ որում ոչ թե առաջին 10 կամ 20 համարները, այլ ընդդիմադիր ցուցակն ամբողջությամբ։ Այս դեպքում ազգային ժողովում մնում է քաղաքացիական պայմանագիրն իր 61 մանդատով, այսինքն մեծամասնությամբ։ Եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրբաշխվի այդ մանդատը, որովհետև ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած։ Եվ դրա համար, երբ որ արդյունքները արդեն պարզ կլինեն, նաև երկրորդ արդեն իրավական քննարկման հարց է լինում, անգամ եթե օրինակ պայմանական տեսականորեն եմ ներկայացնում, չենք գնում ազգային ժողով մանդատ չենք վերցնում, նախնական շրջանում այդ գործիքակազմը իրացնում ենք։ Կա նաև երկրորդ սցենար։ Ընդդիմությունը վերցնում է մանդատները, ազգային ժողովը սկսում է աշխատանքը, սակայն առաջին նիստերից հետո ընդդիմադիր պատգամավորները վայր են դնում մանդատները։ Առաջին հայացքից սա կարող է թվալ առավել կոշտ քաղաքական քայլ, սակայն իրավական հետևանքներն այստեղ նույնպես միանշանակ չեն։ Հիմա շատ է, չէ՞ խոսում մտնել խորհրդարան, թե չմտնել։ Տեսեք, երեք իրավիճակ համար մեկ, երկու ընդդիմադիր ուժ մտնում են խորհրդարան, վերցնում են մանդատները, այդ պարագայում իշխանությունը ստանում է բացարձակ մեծամասնություն ու ըստ էության միգուցե տենում են գրոտեսկային 2021 թվականին ձևավորված պարլամենտի պատկերը, միգուցե։ Երկրորդ տարբերակը մտնում են երեք ուժ, Բարգավաճը իր հետ, այդ պարագայում իշխանությունը չի ստանում սահմանադրական մեծամասնություն եւ ըստ էության այն գործառույթը, որի համար իրենք պայմանական Հայաստանում գործում են, այսինքն խոսքը գնում է Թուրքիա, Ադրբեջանի ուղիղ հրահանգների մասով սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքների հանձնում, այդ ամեն ինչ պետք է անցնի, չէ՞, ազգային ժողովով, դա արդեն ըստ էության չի ստացվում։ Ամենաբարդ իրավիճակը կարող է առաջանալ հենց այս դեպքում։ Եթե խորհրդարանն արդեն ձևավորվել է եւ սկսել է գործել, ապա հրաժարված падգամավորներին նախ պետք է փոխարինեն նույն ցուցակների հաջորդ տեխնացուները։ Իսկ եթե ամբողջ ցուցակները սպառվեն, մանդատները պարզապես կմնան թափուր։ Արդյունքում կարող է ստացվել հետևյալ պատկերը. քաղաքացիական պայմանագիրը պահպանում է իր 61 մանդատը, իսկ մյուս 44 մանդատները մնում են թափուր։ Այսինքն խորհրդարանը շարունակում է գործել, իսկ իշխանությունը չի կանգնում կառավարման ճգնաժամի առաջ։ Թեպետ հստակ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ նրանց տեղը պետքա թափուր մնա, բայց ասենք բացառված չի, որ օրինակ ասենք իշխող ուժը դիմի սահմանադրական դատարան, ընտրական օրենսգիրքի այդ դրույթը հակասահմանադրական ճանաչելու առումով, ճանաչվի հակասահմանադրական եւ դիրքորոշում արտահայտի, ասենք թափուր մնացած մանդատները փոխանցվեն հերթականությամբ եկող այն քաղաքական ուժին, ով առավել շատ քվեա ստացել, ասենք են 2%, 1 ու քանի տոկոս։ Մասնագետների կարծիքով այս իրավիճակը նաև օրենսդրական բացերի մասին է խոսում։ Առանց ընդդիմության խորհրդարանը իհարկե առաջացնում է քաղաքական եւ ներկայացուցչական լուրջ խնդիրներ, հարցականի տակ դնում բազմակարծության եւ լեգիտիմության մակարդակը։ Սակայն գործող իրավակարգավորումները ինքնին չեն հանգեցնում խորհրդարանի լուծարման կամ իշխանության լիազորությունների դադարեցման։ Մանդատների հրաժարումը դա հստակ առաջացնում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ եւ ըստ էության խորհրդարանը չի կարող համարվել լեգիտիմ խորհրդարան, թեպետ դա խորհրդարանը ազատ արձակելու կամ նոր ընտրություններ անցկացնելու հիմք չի տալիս։ Այսպիսով ընդդիմության առաջ կանգնած է ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական ընտրություն։ Մանդատներից հրաժարվելը կարող է հնչել որպես կտրուկ եւ վճռական քայլ, սակայն դրա հետևանքները կարող են լինել բոլորովին հակառակ սպասվածից, ընդ որում հօգուտ իշխանության։ Գործող օրենքների պայմաններում նման որոշումը պարտադիր չէ, որ ճգնաժամ ստեղծի իշխանության համար։ Ավելին կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ խորհրդարանում մնա միայն մեծամասնությունը, իսկ ընդդիմությունը կորցնի քաղաքական պայքարի գլխավոր ինստիտուցիոնալ հարթակը, ինչպես որ եղավ Վենեսուելայում, Սերբիայում, Ալբանիայում եւ մի շարք այլ երկրներում։ Սեդա Մակարյան, Աննա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Փաշինյանն արդեն որոշել է նոր կառավարության կազմը, բայց անուններ չի ուզում տալ։ Իսկ լրագրողի դիտարկմանը, որ Մոսկվան դեռ չի շնորհավորել նրան, հիշեցրեց Պուտինը ռացիոնալ մարդ է։ Պուտինի մասով դե հա ինչ չի շնորհավորել, հույս ունենանք շնորհավորել։
Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին, բայց շնորհավորել է Էրդողանը։ Շնորհավորանքի տեքստը տարածվել է հայկական լրատվադաշտում, բայց հետաքրքիր է, որ թուրքական պաշտոնական որևէ կայքում չկա շնորհավորանքի տեքստ։ Իսկ որոշ կայքեր հղումը տալիս են հենց Հայաստանի կառավարությանը։ Իմ ժողովրդի եւ անձամբի մանունից սրտանց շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաջողության առթիվ եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի։ Պուտինը չի շնորհավորում, Զախարովան խոսում է Հայաստանում ընտրակեղծիքների մասին, իսկ հապկում մտածում են Հայաստանի անդամակցության արդյունավետության մասին։ Մոսկվան արդեն ոչ միայն դժգոհություն է հայտնում Երևանի վարած քաղաքականությունից, այլև ակնարկում է պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հապկը կարող է գործարկել այն դրույթները, որոնք վերաբերում են պարտավորությունները չկատարող անդամներին։ Հայաստանը կարող է արդյոք զրկվել ձայնի իրավունքից կամ նույնիսկ դուրս մնալ կազմակերպությունից եւ ինչ է թաքնված այս հայտարարությունների հետևում։ Իրավական գործընթաց թե քաղաքական ճնշում, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերություններում լարվածության նոր փուլ է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է գործարկել կանոնադրության այն հոդվածը, որը վերաբերում է պարտավորությունները չկատարող անդամ երկրներին։ Չմասնակցելով ՀԱՊԿ-ին եւ ձևականորեն մնալով անդամ, միևնույն ժամանակ ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Ընթանում են զորավարժություններ, գնվում է ռազմական նշանակության արտադրանք, ռազմական գծով պատվիրակությունների փոխանակում է իրականացվում թե ՆԱՏՕ-ի, թե Եվրամիության հետ, որը նույնպես ներկայումս վերածվում է ռազմականացված կառույցի։ Լավրովի խոսքով Հայաստանը շուրջ 2 տարի չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին եւ նույնքան ժամանակ չի վճարում անդամավճարը։ Նրա խոսքով կազմակերպության բյուջեի նկատմամբ Երևանի պարտքը կուտակվում է եւ այժմ քննարկվում է կանոնադրության համապատասխան դրույթի կիրառումը։ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը 2 տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա կարող է զրկվել կառույցի մարմիններում ձայնի իրավունքից, ինչպես նաև քվոտավորված պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից։ Նույն հոդվածը հնարավորություն է տալիս նաև կասեցնել տվյալ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ նույնիսկ հեռացնել կազմակերպությունից։ Ինչ է անելու Հայաստանը, եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանից։ Կառավարության ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն է արձագանքել։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել իգիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Ռուսաստանից հնչող հայտարարությունները միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու չգալու մասին չեն, նշում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, այլ այն մասին, որ ՀԱՊԿ-ը, ավելի ճիշտ Ռուսաստանը, դժգոհ է ստեղծված իրավիճակից եւ չի բավարարվի հնչող հայտարարություններով, նշում է զրուցակիցս։ Реально выясняться отношения. Իրականում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների պարզաբանումը տեղի կունենա ընտրություններից հետո, երբ ձևավորվի նոր կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ եւ նրանք կփորձեն քննարկել իրական խնդիրները։ Ոչ թե այն հարցը, որ Հայաստանը չի կարող ազդել ՀԱՊԿ որոշումների վրա, այլ հայ-ռուսական հարաբերությունների իրական խնդիրները։ Դա քաղաքական գործընթաց կլինի, կընթանա փակ աշխատասենյակներում, ոչ թե հրապարակային հարթակներում, ինչպես հիմա։ Եվ դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է լինելու, ոչ, չի լինելու։ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններում բազմաթիվ խնդիրներ կան, կա որոշակի ճգնաժամ, կան տարաձայնություններ, կան շահերի իրական բախումներ։ Այդ ամենը ճիշտ է։ Իսկանդարյանի խոսքով խնդիրը ծաղիկների արտահանման կամ հայկական արտադրանքի մեջ հայտնաբերված խնդիրների մասին չէ, ոչ էլ այն ծիրանի,
որ դեռ չի աճել, բայց արդեն վատ է համարվում։ Խոսքն ավելի խորքային քաղաքական խնդիրների մասին է։ 7 տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր. «ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար, բայց պետք է հասկանանք, ինչ պարտավորություններ ունեն երկուստեք»։ Այս հայտարարությունից 6 տարի անց 2024 թվականի փետրվարին իմացանք, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Իսկ մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը չբացառեց. Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ-ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին, որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ Ռուսաստանի պատասխանը չուշացավ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին է համարվում Հայաստանի ինքնիշխան տարածքը։ ՀԱՊԿ-ի շուրջ խոսակցությունները գործիք են հայ-ռուսական հարաբերություններում հստակություն մտցնելու համար։ Քաղաքագետի խոսքով հետևանքներն այնքան կապված չեն ՀԱՊԿ-ի հետ, որքան ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամի։ Вы спрашиваете про последствия. Դուք հարցնում եք հետևանքների մասին։ Հետևանքները կապված չեն ՀԱՊԿ-ի հետ։ Հետևանքները կարող են կապված լինել ռուս-հայկական հարաբերությունների ճգնաժամի հետ։ Այդ ճգնաժամը կապված է բազմաթիվ հարցերի հետ եւ դրանք հիմնականում տնտեսական ոլորտում են, ոչ թե անվտանգության։ Դրանք վերաբերում են հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանմանը Ռուսաստան, ատոմակայանի ապագային, ով եւ ինչպես է այն կառուցելու, երկաթուղիների հարցին, տարանցիկ հաղորդակցություններին եւ այլ խնդիրների։ Այդտեղ են իրական խնդիրները։ Մինչ Երևանը շարունակում է սառեցված պահել իր մասնակցությունը կառույցին, Մոսկվան ավելի կոշտ ազդակներ է հղում։ Իսկ թե դրանք կվերածվեն գործնական քայլերի, թե կմնան քաղաքական ճնշման գործիք, կախված է արդեն հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններից։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանն էլ կարծես պատժում է Ռուսաստանից Հայաստան եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Պատժի միջոցն էլ բանակն է, վարժական հավաքը։ Այսինքն զինվորական պատրաստվածության ապահովման մեխանիզմը, որը պիտի լիներ պարզապես պարտավորություն հայրենիքի հանդեպ, վերածվում է շանտաժի գործիքի։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը պնդում է, որ արձանագրվել են դեպքեր, երբ արտերկրից վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կիրառվել են ելքի սահմանափակումներ վարժական հավաքների գործընթացի շրջանակում, ինչը դուրս է օրենքով նախատեսված կարգավորումներից։ Ինչու է բանակը քաղաքականացվել եւ արդյոք փոխվել է համակարգի տրամաբանությունը, գիտենք ռեպորտաժը։ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը, պնդելով, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները, պաշտպանության նախարարությունն ու ռազմական ոստիկանությունը գործնականում կիրառում են վարժական հավաքների ընթացակարգը որպես սահմանափակման միջոց քաղաքացիների նկատմամբ։ Նրա խոսքով վերջին օրերին արձանագրվել են դեպքեր, երբ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիներին արգելվել է լքել երկիրը։ Օրենքով ըստ Մանուկյանի ելքի սահմանափակում կարող է կիրառվել միայն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր գտնվում են քրեական հետապնդման տակ կամ ունեն օրենքով սահմանված այլ սահմանափակումներ։ Պարզվեց, որ ռազմական ոստիկանության պահանջով բազմաթիվ մեր հայրենակիցների ելք արգելվել է։ Իսկ ռազմական ոստիկանությունը տվյալ դեպքում զինվորական ծառայության 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կարող է արգելել։ Հիշում եք, այս օրերին իշխանության ներկայացուցիչներ, նախարարներ, պաշտոնյաներ սպառում են, ով գալիս է Ռուսաստանից, միանգամից 25-օրյա վարժական հավաքների պետք է տանեն։ Մանուկյանը նաև հիշեցնում է, որ գործող օրենսդրությամբ վարժական հավաքների ծանուցումը պետք է իրականացվի սահմանված ընթացակարգով, էլեկտրոնային փոստով, արձեռն կամ ազդարար.am հարթակով, եւ քաղաքացին միայն սահմանված ժամկետից հետո կարող է համարվել պատշաճ ծանուցված։ Մոտարվեց 15-20 օր է պահանջում, որպեսզի քաղաքացին համարվի, թե ծանուցագիր չի վերցնում կամ հրաժարվում է գնալ, որից հետո կարող են արդեն քրեական հետապնդում հարուցել։ Բայց մի քանի օր առաջ եկած մեր հայրենակիցներին ուղղակի արգելել Հայաստանի սահմաններից դուրս գալ, նշանակում է իշխանությունը սպառնալիքներից անցել է գործնականացման։ Պաշտպանության նախկին նախարար Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով բանակի հիմնական առաքելությունը երկրի պաշտպանությունն է եւ այն չի կարող դիտարկվել որպես քաղաքական ազդեցության կամ ներգործության գործիք։ Նրա գնահատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացները ստեղծել են ընկալում, որ զինված ուժերի եւ դրա ենթակառուցվածքների գործառույթները որոշ դեպքերում դուրս են գալիս բացառապես պաշտպանական տրամաբանությունից։ Զորահավաքային պատրաստության պլանի համաձայն վարժական հավաքները
պետք է դիտել որպես տուժ, ընդհանուր առմամբ բանակային ծառայությունը եւ նաեւ մոբիլիզացիայի համար ծառայությունը դա հպարտություն է, դա հայրենասիրական վսեմ հատկանիշների դրսևորում է երկրի պաշտպանության հարցերին։ Օհանյանի խոսքով վարժական հավաքները պետք է դիտարկվեն բացառապես որպես պլանային գործընթաց, որի նպատակը պահեստազորի պատրաստվածության ապահովումն է, ոչ թե այլ գործառույթ։ Նա ընդգծում է, որ այդ գործընթացներում ցանկացած շեղում սահմանված ընթացակարգերից կարող է ստեղծել սխալ ընկալումներ եւ հասարակական լարվածություն։ Օհանյանի գնահատմամբ խնդիրը ոչ միայն վարժական հավաքների կազմակերպման ձևաչափն է, այլ նաեւ այն, թե ինչպես են դրանք ընկալվում հանրության կողմից վերջին շրջանում ձևավորված քաղաքական մթնոլորտի պայմաններում։ Իշխանությունները բանակը քաղաքականացրել են մի քանի հանգամանքներից ելնելով, հաշվի առնելով վարժական հավաքներին ըստ իր նախընտրած թեկնածուի ընտրելու հաշվի առնելով, ովքեր որ ընդդիմադիր են, ընդդիմադիրներին տանում են հավաքների։ Նրա խոսքով զինված ուժերի ներգրավումը տարբեր հասարակական եւ քաղաքական գործընթացների համատեքստում առաջացրել է այնպիսի իրավիճակ, որտեղ բանակի նկատմամբ վստահությունը կարող է տուժել։ Օհանյանի դիտարկմամբ այսպիսի զարգացումները վտանգավոր են, քանի որ կարող են խաթարել բանակի որպես պետական ինստիտուտի չեզոք ընկալումը։ Գիշերը արտակարգ վիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Հորդառատ անձրևն ու կարկուտը գետերի են վերածել Գյումրիի փողոցներն ու անհարմարություններ ստեղծել վարորդների ու հետիոտների համար։ Բազմաթիվ փողոցներ էլ պարզապես անանցանելի են դարձել։ Անգամ եղել են փողոցներ, որտեղ կարկուտի եւ անձրևաջրերի բարձրությունը հասել է 40-ից 50 սանտիմետրի, սառույցի շերտի բարձրությունը 1.5 մետրի։ Երկնքից թափված սառցաբեկորները լուրջ վնասներ են հասցրել քաղաքապետարանը բազմաթիվ բնակիչներից ահազանգեր է ստացել գույքի եւ ցանքատարածությունների վնասի վերաբերյալ։ Կարկուտն անգամ մարդկանց բնակարաններ է լցվել։ Վնասի չափը խոշոր է, բայց գույքագրում դեռ չի արվել։ Իմ գործընկեր Սեդա Մակարյանն է այս պահին Գյումրիում աղետի հետքերով։ Հայրաքաղաք Գյումրիում 3 աննախադեպ կարկուտ է տեղացել, որի հետևանքով մեքենաները անցել են ջրի տակ, վնասվել են քաղաքացիների տանիքները, գյուղաբնակների բերքերը։ Մենք զրուցել ենք քաղաքապետարանի համապատասխան բաժնի մասնագետի հետ, նա նշել է, որ 3 երեկոյան ժամը 19:00-ից սկսած քաղաքապետարանի աշխատակիցները շրջում են քաղաքի տարբեր փողոցներում, իրականացնում ոչ միայն մաքրման աշխատանքներ, այլ նաև հավաքագրում են գյուղացիների եւ նաև գյումրեցիների քաղաքի բնակիչների կրած վնասների չափը, որպեսզի դիմեն մարզպետարան։ Նշեմ նաև, որ մեր զրույցում Պաշտոնյանն ասաց, որ քաղաքն ունի նաև ջրահեղեղացման համակարգի խնդիր, ինչպես նաև դրանք մաքրելու խնդիր, նորերը կառուցելու համար դիմել են իշխանությանը, որպեսզի ֆինանսավորվի եւ կարողանան աշխատանքները կատարել։ Մենք այս պահին գտնվում ենք Գյումրի քաղաքում, զրուցելու ենք շուտով նաև ցուցածների հետ, ավելի մանրամասն կարող եք դիտել մեր ռեպորտաժում երեկոյան YouTube-յան արիքով։ Ջուրը 21-րդ դարում դառնում է այն ռեսուրսը, որի համար պետությունները պայքարում են ոչ պակաս, քան նավթի կամ գազի համար։ Երաշտից տուժող Թուրքիան արագացնում է ջրային ենթակառուցվածքների կառուցումը, փորձելով վերահսկողություն հաստատել տարածաշրջանի ռազմավարական գետերի նկատմամբ։ Անկարայի ծրագրերի կենտրոնում նաև Արաքսն է, որի ավազանում արդեն շահագործվում են տասնյակ ամբարտակներ։ Փորձագետները զգուշացնում են, եթե ծրագրերն ամբողջությամբ իրականացվեն, Թուրքիան կկարողանա վերահսկել Արաքսի ջրային հոսքերի մեծ մասը, իսկ դա կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Հայաստանի գյուղատնտեսության, տնտեսության եւ ազգային անվտանգության համար։ Ջրային պատերազմ առանց կրակոցի, Սեդա Կյուրեղյանի ռեպորտաժը։
Անատոլիայում երաշտ է, Թուրքիան ջրային ռեսուրսներ է որոնում տարածաշրջանային երբեմնի հեգեմոնի կարգավիճակից չզրկվելու համար։ Այս թանկարժեք ռեսուրսը տարիներ շարունակ Անկարան որպես փափուկ եւ կոշտ ուժի գործիք է օգտագործել։ Ճնշումներ Սիրիայի նկատմամբ, կոնֆլիկտներ Հունաստանի հետ Էգեյան ծովի համար։ Անկարան ցամաքային հայրենիքից զատ ունի ծովային իր հայրենիքը՝ Մավի Վաթանը։ Նախագահ Էրդողանը չի թաքցնում այն կարևոր ճշմարտությունը, որ 21-րդ դարում, հատկապես Մերձավոր Արևելքում, ջուրը ունի բոլոր հնարավորությունները դառնալու ավելի մեծ գործոն ու ավելի թանկ, քան նավթը։ Հայաստանն անմասն չի մնացել Թուրքիայի ջրային ծրագրից։ Արաքս գետի ավազանում 9 ամբարտակ է շահագործվում Թուրքիայի կողմից, եւս 14-ը նախագծված են։ Եթե ծրագրերն ավարտվեն, Անկարան կկարողանա վերահսկել Արաքսի ավազանի ջրային հոսքերի ավելի քան 80%-ը։ Սա իր աղետաբեր ազդեցությունն է ունենալու Հայաստանի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության վրա։ Արարատյան դաշտավայրը եւ Արմավիրի մարզը, երկու մարզերը հիմնական մրգերի բանջարեղենների սնուցողն են Հայաստանում։ Դեպաբար նրանց ոռոգումները, այդ դաշտերի ոռոգումները էական են պարենի անվտանգության եւ ուրեմն պտուղ բանջարեղենի ապահովման տեսանկյունից։ Ամբարտակների շինարարությունը Թուրքիան չի համաձայնեցրել Արաքսի ավազանի ոչ մի երկրի հետ, այդ թվում Իրանի, ինչը երկրին կանգնեցրել է լուրջ ջրային ճգնաժամի առաջ։ Խնդրի մասին դեռ 2022-ին իրանցի պաշտոնյան էր ահազանգում Հայաստան այցի ժամանակ։ Մենք մեր խոր անհանգստությունն ենք արտահայտում այդ մասին։ Մենք համարում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, նաև Արաքս գետի ջրերի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված աշխատեն։ Միակողմանի եւ անհատական մոտեցումը կարող է վտանգներ պարունակել գետի համար։ Մինչ Թուրքիան ջրային հեգեմոնիան վերականգնելու համար անում է այն, ինչ ցանկանում է, Հայաստանը 2 տարուց ավելի մեկ ամբարտակի համար է փորձում համաձայնության հասնել Անկարայի հետ։ Արաքսավան համայնքին մոտ գտնվող հատվածում է կառուցվելու ամբարտակը, քանի որ ավազի ապօրինի արտահանման պատճառով գետը փոխել է հունը։ Արաքս եւ Ախուրյան գետերի ջրերը Հայաստանը եւ Թուրքիան օգտագործում են համատեղ։ Դեռ 1927-ից գործող Խորհրդային Միություն Թուրքիա համաձայնագրերի հիման վրա։ Ըստ որի որևէ փոփոխություն նախաձեռնելու համար Հայաստանը պարտավոր է զուտ տեղյակ պահել, այլ ոչ տարիներ շարունակ բանակցել։ Օրինակ գրենիկ մեթոդաբանություն եմ համարում, դա Թուրքիայի կողմից, դա զորբայության է վրա, դա նաեւ արհամարհական դեպք է, որ ինքը չի ցանկացել, չի բարեհաճել բանակցել։ 92-ին նոր անկախ Հայաստան է հռչակել որպես երրորդ հանրապետություն։ Իրավահաջորդ չի։ Հետևաբար այդ պայմանագրերին ինքը այդ պայմանագրերին չի կարող ճնշել Թուրքիային։ Հայաստանի համար վտանգն անխուսափելի է։ Արաքսի ջրերի 80%-ի վերահսկողությունը Թուրքիայի կողմից ճնշման գործիքի կարող է վերածվել, եւ քանի դեռ չի ավարտվել բոլոր ամբարտակների եւ հիդրոէլեկտրակայանների կառուցումը, փորձագետը հորդորում է թարմացնել խորհրդային պայմանագրերը։ Թուրքիան հատկապես սահմանային գետերի ջրային ռեսուրսների պարագայում անում է այնպիսի քայլեր, որոնք այդ գետերը, որոնք համատեղ կիրառվում են սահմանային երկրներից, ջրի թողունակության, ջրի օգտագործման հարցում Թուրքիային տան ավելի այսպես շահեկան պայմանների։ 21-րդ դարի կեսերին Մերձավոր Արևելքը կարող է ջրային ռեսուրսների սղությամբ ամենախոցելի տարածաշրջաններից մեկը դառնալ։ Այդ պայմաններում սահմանային գետերի նկատմամբ վերահսկողությունը երկրների համար դառնում է ոչ պակաս ռազմավարական, քան էներգակիրներինը։ Իսկ Արաքսի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ այդ պայքարը հեռու չէ նաև Հայաստանի սահմաններից։ Սեդակ Յուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այժմի լրահոսն այսքանն է, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենահրատապ ու կարևոր լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Հաջողություն։